Հայաստանի գլխավոր գերագույն դավաճանը շարունակում է խաղալ եկեղեցիական խաղեր։ Մոռացության տալով իր իսկ խոսքերը 2020 թվականի, 21 թվականի եւ նույնիսկ 25 թվականի հոկտեմբերի խոսքերը Բենթլիի եւ ոչ պարկեշտ սրբազանների մասին։ Եվ ամբողջ քաղաքական դաշտը Հայաստանի այդ թեման կուլատվ է ու ծամում է ու շարունակում է տրվել գայթակղինքի։ Իսկ տակից կիսագրագետ նախարարը եւ ընդհանրապես անգրագետ հանձնաժողովի ղեկավարը ծածկադմփոցով անցկացրեցին ապահովագրության, պարտադիր ապահովագրության օրինագիծը։ Ըստ այդ օրինագծի միջին կտրվածքով միջին Հայաստանի քաղաքացին տարեկանը միջինը կվճարի 300,000 դրամ բժշկական ապահովագրության համար եւ կստանա ոչինչ, քանի որ չկա հստակ ոչ մի պրոտոկոլ, չկա հստակ ոչ մի ցուցակ եւ հստակեցումը կզբաղեցնի տարիներ։ Լավ եղեք, առողջ եղեք, մի քվեարկեք քայլ առածներին։